աշնան մասին։ Կար չկար մի տերև կար, այդ տերևը միայնակ էր, որովհետև մնացած տերևները գունավոր էին, իսկ նա ոչ, բոլորը ծաղրում էին նրան, և նա մի օր գնաց դպրոց, այդ դպրոցում միայն մեկը նրան չէր ծաղրում, որովհետև նա էլ էր կանաչ, նրանք դարձան ընկերներ և ամեն օր խաղում էին, բայց մի օր հրաշք եղավ, նրանք էլ դարձան գունավոր և այդ օրվանից նրանք ոչ մեկ նրան չէր ծաղրում, բայց հենց մեկը նրանց հետ ուզում էր ընկերություն անել, նրանք հրաժարվում էին։ Աշնան մի օր անձրև տեղի տևած, ծառերը դեղնեցին, անտառները կարմիր նարնջագույն և դեղին զգեստ հագան, տերևաթափ տեղի տևած, տերևները չորացան և թափվեցին, եղանակը ցրտեց, քամին տեղի տևած, թռչունները թռչում են տաք երկրներ, արևը թույլ էր շողում։ Գեղեցիկ աշուն։ Աշնան ամիսը շատ գեղեցիկ է, ծառերի վրա գունավոր և պայծառ տերևներ են։ Բոլոր կենդանիները պատրաստվում են քնելու և պաշար են հավաքում։ Աշնանը բոլոր խոտերը չորանում են։ Անտառները շատ գեղեցիկ են և շատ են անձրևներ լինում և եղանակը ցրտում է։ Բոլոր անտառները կարմիր, նարնջագույն և դեղին գույներով են։ Աշնանը դուրս է գալիս արևը և ամեն տարի աշունը տարբեր եղանակ է լինում և աշնանը շատ է երևույթներ լինում։ Աշնանը տերևաթափ է լինում, կայծակ և այլ ուրիշ։ Տերևի և ոզնու մասին պատմությունը։ Լինում է չի լինում, մի անտառ է լինում, անտառը գունավոր է լինում, կարմիր, նարնջագույն և դեղին գույներով։ Ամեն օրվա ընթացքում տերևներն են ընկնում և անձրև է տեղի ունենում։ Մի անգամ մի ծառից մի տերև են գնում, տեսնում է ոզնին և ասում. «Այ ոզնի, դու տեսել ես ձմեռը»։ «Չէ, չեմ տեսել», պատասխանում է ոզնին։ «Իսկ ինչ նկատի ունես»։ «Նկատի ունեմ, որ մենք միայն այս տարվա դեկտեմբերին մնանք ձմռան մեջ, որպեսզի տեսնես, թե ձմռան ժամանակ ինչ տեսարան է լինում»։ Խոսակցությունից հետո ոզնին գնաց ձմռան համար բերքեր հավաքելու, որպեսզի սոված չմնա, որովհետև ձմռանը բերք չի ունում։ Հետո երբ որ բերքը հավաքեցին, ձմեռը եկավ և նրանք տեսան ձմեռը։ Ոզնին ասաց տերևին. «Շատ շնորհակալ եմ այս առաջարկության համար» և նրանք ընկերացան։